Երբ հնարավոր կլինի հայկական անձնագրով առանց Շենգեն վիզայի ճամփորդել Եվրոպայում։ Եթե կոնկրետ ժամկետներ եք ուզում, ես չեմ նշելու կոնկրետ ժամկետներ, ակնհայտորեն չեմ նշելու։ Ըստ ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի վիզաների ազատականացման երկխոսության ակտիվ աշխատանքային փուլում է Հայաստանը։ Նրա խոսքով մեր երկրին 53 առաջարկություն է ներկայացվել։ Բաղկացած է 4 բլոկ հարցերից։ Փաստաթղթերի անվտանգություն եւ կենսաչափական փաստաթղթեր, դրանց Տիկին Դավթյանը արդեն իսկ անդրադարձավ, միգրացիայի կառավարում, սահմանների կառավարում, ապաստանի կառավարում, երրորդ խումբ հարցերը առնչվում են հանրային անվտանգությանը եւ չորրորդ խումբ հարցերը առնչվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին։ Նոր կենսաչափական նույնականացման քարտեր եւ անձնագրեր կտրամադրվեն այս աշնանը։ Արմեն Ղազարյանն ասում է, նոր անձնագրերի ստանդարտները եւս համապատասխանեցված են վիզաների ազատականացման գործընթացին։ Նոր կենսաչափական անձնագրեր կարող են ստանալ միայն այն քաղաքացիները, որոնք ունեն նույնականացման քարտեր։ Պարտադիր է լինելու այս փաստաթուղթը 16 տարեկանից սկսած։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ասում է, Հայաստանում գործող 49 անձնագրայինները 26-ով կրճատվելու են շուտով։ 23 անձնագրային ծառայություն կգործի հանրապետության ողջ տարածքում։ Երևանում 2 առևտրային կենտրոններում են, մոլերում են բացվելու գրասենյակները եւ դուք արդեն քանի ամիս է կարող եք ողջ հանրապետությունում նկատել ներքին գործերի նախարարության եւ մեր մասնավոր գործընկերոջ Հայփասի տարբերանշաններով պաստառներ, որտեղ կառուցապատման մշտական աշխատանքներ են գնում։ Հաջորդ տարեսկզբից թվայնացվելու են քաղաքացիության համար դիմումները։ Էդգար Ղուշչյան, Արաքել Օհանյան եւ Էլեն Յահինյան, Այլուր։